քեֆեր էի կանում, հետները ընտրություններ էի կեղծում, հետները բանակից մարդ էիք ազատում, փոխնախարար էիք նշանակում, դաշնակցական, բայց ամեն ինչը որ անում էիք չէիք մտածում, որ քարեր նետելու ժամանակից հետո գալու է քարեր նետել հավաքելու ժամանակը։ Այդ քարեր հավաքելու ժամանակն էլ մեր սերունդի վրա անգավ, նենց չի, որ մենք դրա համար երջանիկ ենք, նենց չի, որ մենք դա էինք ուզում։ Եկա կարեցիք ժողովուրդն էլ դա հասկանում է, իզուր էլ երևի չգիտեմ արդեն որորդ անգամ այս ամեն ինչը ասում եմ, մենակ մի բան կարամ ասեմ, չի ստացվելու էդի, չենք թողնելու։ Ես անձամբ այս մարդիկ ստեղ նստած մենք չենք թողնելու, որ Հայաստանը իր անկախությունը կորցնի։ Հայաստանը ունենալու է իր հստակ սահմանները։ Հայաստանը լինելու է հավերժ, Հայաստանի ժողովուրդը ընտրություն է կատարելու։ Հայաստանի ժողովուրդն է ընտրելու, թե որ իշխանությունը դու չէ, Արտուր Խաչատրյան, Վինի Պուխը չէ, Քոչարյան Ռոբերտը չէ, Սերժը չէ, այն մնացածը չէ։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է ընտրություն կատարելու։ Կընտրի ուրիշ մարդու, կգա ուրիշ մարդ կղեկավարի, հետո չի ուզենա այդ ուրիշ մարդուն կփոխի։ Այդ մենք ենք բերել, որ դուք այսօր ստեղ եք հայտնվել, արտահերթ ընտրություններից եք խոսում։ Դուք սնանկ եք, մեր չկատարած բաներից եք խոսում։ Դուք սնանկ եք, ոչ ասելիք ունեք, ոչ դեմք ունեք, դուք դեմք չունեք, որով կարող եք հանդես գալ։ Իրար մեջ խոսում եք, ասում եք, դե լավ, դու մի երևա քեզ չեն սիրում։ Այս անգամ դու մի արա, արի պարկեշտ մեկին գտնենք, բերենք եւ այդ պարկեշտ մարդու միջոցով հանդես գամ։ Ընդունում եք, որ դուք պարկեշտ չեք։ Ընդունում եք, որ դուք չկաք, թե որպես քաղաքական գործիչ, թե որպես ՀՀ քաղաքացի, սնանկ եք, եկել եք արտահերթ ընտրություններից եք խոսում։ Այդքան մանդատները դրեք, դուք կարաք մանդատ դնեք, իրար մեջ պաշտոնի համար այնքան կգզրտվեք, բանա, աղմուկը, բան, միջև եսիմուր կհասնի։ Մանդատ դրեք, արտահերթ ընտրությունների, կարանք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների, հաղթենք բերենք, ուղղակի այս ժողովրդից մենք պարտավորություն ենք ստանձնել։ Խաչ ենք վերսել, տանում ենք, առաքելություն ունենք, չէ մի չէ, դաշնակցականներ, այո, որ չեն գալիս դաշնակցականները այդպես բաներ խոսում, որ չեն գալիս, մի հատ ձեր անցած պատմությունը նայեք, էլի, մի հատ ձեր արածները նայեք, եկել են Արծվիկ Մինասյանը եկել է այստեղ ասում է, գժվելու բան է, եկել ասում է, եկեղեցին, որը կանգնած է քաղաքական process-ի ակունքներում, ցնդվելու բան է։ Եկեղեցին ո՞նց պետք է կանգնած լինի քաղաքական process-ների ակունքներում։ Գնացեք կուսակցություն գրանցեք, դոգի կուսակցությունը կա, թող մի հատ ձեր կուսակցությունը լինի, իրար հետ մրցեք հաջորդ ընտրություններին։ Աստված մի արած չէ, հանկարծ չմտածեք, որ ես որևիցե բան ունեմ մեր հավատքի, մեր առաքելական եկեղեցու դեմ, ոչ, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, եւ հայ առաքելական եկեղեցին լի է պարկեշտ մարդկանցով, աստծոհավատ մարդկանցով, բայց այն ինչ որ դուք անում եք, գնում եք մտնում ես եկեղեցի, մի վեդրո ջուր են լցնում մոմի տակ, որ հանգարցակի այդ մոմի այսքանը մնա, որ հալածնեն նորից մոմ սարքեն, վաճառեն։ Տնտեսական հիմնար կա դարել։ Տնտեսական հիմնար կա, մեծ գերշահույթ հետապնդող բան, գիտեք մոմի շահույթը ինչքան է, ասենք 100-ապատիկ շահույթով։ Եկել են մենք հիմա լավ էլի, մարդկանց ժողովրդին գժի տեղ մի դրեք, էշի տեղ մի դրեք, էլի։ Մարդիկ այնքան խելացի, ամեն ինչից տեղյակ են։ Հույզերի վրա էլ խաղացիք, եռաբլուրի հույզի վրա էլ խաղացիք, այնց հույզ չկա, ատելության Գեգամ ջան, Նազարյան ջան, ես մեծագույն հարգանք ունեմ քո առաջ, անկեղծ, որպես մարդ քեզ շատ եմ հարգում, բայց որ ասում ես ատելության խոսքի մասին, դուք ձեր կողքինների ասածները տեսել եք։ Գեգամ Մանուկյան վերջի հայոյանքներն է գրում, Իշխանը Սաղաթելյան վերջի հայոյանքներն է հարցազրույցի ժամանակ տալիս, Քոչարյան Լևոնի օգնականը լրագրողա ծեծում, գիտես ես չեմ ուզում լրագրող ծեծեմ, ես դրա իրավունքը չունեմ, ես դրա մասին մտածելու իրավունք չունեմ նույնիսկ, չի կարելի տենց բան անել, դա արգելված է, դա մշակույթ է, դա բարքեր է, որոնք անցյալում են, չի կարելի մարդ ծեծել, չի կարելի մարդկանց գործից ազատել իրանց բաների պատճառով, գնա մի հատ իրանց ասա այդ ամեն ինչը, իրանք այդ բարքերով եղել են ու այդ բարքերով մնացել են, կամ Արծվիկ Մինասյանը ասում է հող եք հանձնում, հիմա արի մի ասա, եկել գնացել այդ տարածքների հետ կապված սկզբից մցրել եք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բանի մեջ, հետո դուք դաշնակցականներով գնացեք քվեարկել հանել եք, քվեարկությունները կա, եկել են դոշ են ծեծում, ով է Հայաստանի Հանրապետության տարածքից հող հանձնում, ով, դուք եք հանձնում, որևիցե, որ հանձնեինք, այսքան կռիվ չէր ելնի, էլի,
որ հանձներ այսքանի մեջով չէինք անցնի, էլի։ Կտոր փորձում ենք Հայաստանի Հանրապետությունը աշխարհի քարտեզի վրա ամրապնդել որպես անկախ պետություն։ Ասում եմ, ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այո, որտեղ այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է փոխկապված, որտեղ որ դու ասում ես, էս է եղբայր քոնը, ավելի բան չունենաս, ավելի հույսեր չունենաս, էս է քոնը։ Դրանով դու ֆիքսում ես քո տարածքային ամբողջականությունը։ Ասում ես, էս քոնն է, էս իմն է։ Երբ որ մենք Տավուշում սահմանազատում ենք անում, ասում ենք, էս քոնն է, որտեղ դաշնակցությունն էլ է քվեարկել դրա համար։ Սերժենք էլ են քվեարկել դրա համար։ Ասում ենք, էս քոնն է, բոլորը գիտեն, դա ապրող գյուղացին է գիտի, որ էնի քոնն է, էսի իմն է, այո, համաձայնվում ֆիքսում ես։ Ինչա ձեր ուզածը։ Ինչա ձեր ուզածը։ Չեք խաբելու ժողովրդին, չեք խաբելու մեզ։ Ներողություն եմ խնդրում, տիկին դատախազ ելույթս քաղաքական ստացվեց, անդրադարձ չկատարեցի, մի ներքաշել էս ամեն ինչի մեջ։ Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե Հայաստանի Հանրապետությունը ուժեղ կայացած անկախ պետություն է, ի՞նչ է լինում, օրինակ, այն համայնքների հետ, որոնք եկեղեցին արտերկրում կարգավորում է։ Այդ համայնքների վրա ազդեցությունը, այդ օգնությունները, փողը, այդ ամեն ինչը, այդ ազդեցությունը, բա ի՞նչ է ալնում դրա հետ։ Ոչ բան, վերանում են։ Իրանք իրանց լիազորությունը, իրանց հնարավորությունները կորցնում են։ Դրա համար էլ հիմա զանգը կանչում, ասում է, վերանում ենք որպես կառույց։ Էսա ամբողջ խնդիրը եւ իրական նպատակը այն յուրաքանչյուր դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ոտի է կանգնում եւ պետություն որպես այդպեսին պետք է հստակ ձևակերպվի, վերցնել եւ տալ, հանձնել օրինակ Ռուսաստանի Դաշնությանը։ Սա է մարդկանց նպատակը, դա է, ինչի ենք դրել բանանում։ Գալիս է Գառնիկ Դանելյանը, որի անկեղծության ես իդեպ հավատում եմ, գալիս ասում է դպրոց տվին, եկեղեցին տվին, 50 տունը տվեցին, էսի տվեցին, էնի տվեցին, որ ձեռը բռնես գնաց ասես եղբայր հելմա ցույց տուր, այդ ոնց, այսինքն ինչ որ կատարվում է ու եթերով տեղի է ունենում։ Տիկին Վարդանյանը ճիշտ եմ ասում, չէ՞, Տիկին Վարդանյանը նոր ելույթ էր ունում, ասում է, այս հետևը նստած աթոռը զբաղեցնող անձը թիկնապահներով է, լուրջ ես ասում։ Կա երկրում որևիցե երկրի ազգային ժողովի նախագահ կա, որը որ պետական պաշտպանության ենթակա չի, հա, լուրջ, կամ թե ձեզ թվում է դա իմ ընտրությունն է։ Ես Երևանցի տղա եմ, ես միշտ Երևանի կենտրոնով քայլել եմ ու միշտ էլ քայլելու եմ, բայց դուք իմ գործընկերոջ, իմ ընկերոջ նկատմամբ ականատես եղաք, որ մարդը սպանում էին, այնքան հարձակվեցին վրան, այնքան հարվածեցին, մինչև մտածեցին մահացածա նոր այդ մարդուն հանգիստ թողեցին, մտան այս սենյակ, այսինքն ձեր նպատակը որն է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները չունենան, սկսենք Ռոբերտ Քոչարյանից իրանից վերցնենք որպես նախկին երկրի ղեկավար այն պաշտպանությունը, որը որ ինքը օրենքով ունի, ինչի է թիկնապահով ման գալիս, եթե իհարկե Երևանով կարողանում է ման գալ, կամ իր որդին ինչի է իր շուրջը թիկնապահներին ման տալիս կամ որպես օգնական գրանցում։ Ես այդ իմ ընտրությունը չի, նենց չի, որ իմ ուշքը գնում է, որ կողքս միշտ 3 հոգի, ես ինչ հեռախոսով խոսում եմ կամ ուրեթվում եմ, այդ 3 հոգին հետս գալիս են, դա ընտրության հարց չի։ Ասենք ես դրա կարիքը չունեմ, բայց ասենք ոչ իմ երեխաները, ոչ իմ կինը, ոչ վարչապետի երեխաները ազատ շրջում են։ Ազատ ինչ օրինակավոր բերում ստեղ մանիպուլացնում եք, հետևը նստած, ես ընտրված եմ ի տարբերություն ձեր ղեկավարի, որը երբևիցե Հայաստանի Հանրապետությունում չի ընտրվել։ Հենց որ բան արեք, խոսալուց միշտ իմացեք, որ դրա հակառակ կողմը կա։ Ինչ է տեղի ունենում։ Տեղի ունենում հետևյալը, որ կրկին անգամ փորձ արվեց մարդկանց հույզերի վրա խաղալով շարժում գեներացնել, փորձը չհաջողվեց եւ հիմա, այսպես ասած, ելքի ստրատեգիա է ընտրվում